Սիրելի ուխտավորներ, նախ եկեք ամենքս ասենք, փառք ես Աստված, փառք ես, աղաղակս ամենայնին է, փառք ես, ասենք, փառք ես Աստված, փառք ես, աղաղակս ամենայնին է, փառք ես։ Հազար փառք, այսօր սիրելիներ, մենք վերջին ընթրիքը ըրի, և Աստծո փառք և գոհություն, որ Հունաստանի մեր առաջին ուխտակնացությունն էր, և առաջին ուխտակնացությունը հաճող և ամփորձանք անցավ, հազար փառք։ Սրտանց կաղոթեմ, որ ինչ որ խնդրանքներ ընիկ Աստուծո, Աստված ձեր բոլորին խնդրանքները կատարել։ Եվ սիրելիներ, Բողոս Արաքյալի հետքերով կալեցինք, տեսանք թե ինչպես Բողոս Արաքյալ մինագը Աստուծո Սուրբ Հոգիով լեցված, կործագիծներ ունեցավ և գրցավ Աստուծո խոսքերը սերմանել և այս երգիրը, որ հետանոսության, այսպես աղբյուրն է, հետանոսության երգիրն է, ուր չաստվածներու ներգայությունը, զորեղ է, արձանաբաշտությունը և այս բոլորը սիրելներ Աստուծո զորությամբ, ոչ սուրով, այլ սիրով, Քրիստոսի սերմերը սերմանվեցավ ավետարանին և փառք Աստուծո աճեցավ և քրիստոնյա դարձավ։ Եվ մենք քալեցինք օրդության ճամփաներեն, քալեցինք սիրելներ շատ կարևոր սուրբ վայրերեն և Աստուծո փառք և գոհություն կտամ, որ մենք կրցանք սիրելներ աղոթներով այս ճամփաներեն քալել։ Հիմա մեզ մեր յուրաքանչյուրին կմնա, որ ինչ որ Աստուծո հետ մեր հարաբերության մեջ, սուրբերուն բարեխոսությամբ, ինչ որ մենք հավատք ունեցանք, թողանիկա սերմի նման աճի, հազմանա և մեր ամենօրյա կյանքի մեջ անիկա արդահայտվի սիրելիներ։ Ես վերջավորության իմ խոսքս պիտեսեմ, բարձրապես ուզեցի այսպես մուտք մընել, որովհետև սովորություն ունենք ամեն ուխտակրացութենը ետ, սրտի խոսք արդասանել, թյուրացնելու համար ցեզի, ինչ կրնագսել, ինչն էր որ ցեզի ամենեն շատը դպավորեց, կրնակ նաև ասել, որ քանի ուխտակնացությունն է, որ հետս կուքալ, ոմանք ցեզվե առաջինն է, ոմանք քանի երորդն է, բայց ամենայն թեպս և ինչ որ ծեր սրտի մեջը սիրելներ բարի խոսք ունիք, որ գուզեք ասել, ավասիկ ասիկ արիտ է, վերջը, երբ որ գիտեք դուք ցեզի, մտածեք, որ այս խոսքը գուզեի ասել, ես շնորհակալ եմ Աստված Բաբա որս։ Թող մեր բոլորի խոսքերը քաղցությամբ համեմվի և նաև սիրելներ իսկապես կարողանանք այստեղ են երբ որ երթալ, բարի իշադակներով երթալ, սիրով սրբությամբ երթալ և Դեր Հիսուս Քրիստոս ձեր բոլորի բարի խնդրանքներու կատարում դա ուխտերնիդ կատար։ Քանի որ Մարո տանտիկը խումբին ամենամեծն է, գսկսենք Մարո տանտիկեն։ Հրամե։ Արև ձեզ բարի եկերեք բոլորին։ Շատ շնորհակալ եմ հայր Բարթև քեզ մե, որ մեզի բերիր աս ուխտակորձության ուխտերնից կատարեցինք, շատ շնորհակալ եմ Լիլիթենալ, քեզ մեյալ, բոլոր ընկերներն ծանոթացա, բոլորին մեկ են լավ եք, շնորհակալ եմ։ Thank you։ Ասի քանի որ ուխտակնացություն է։ Երկրորդը։ Ուր եկար ասկարաչ։ Իտալիա։ Եթե ասկսազանք չնլա, ամենադեն գուկամ։ Իշալա բժշկված կերտաս։ Աստված բերնետ լսե։ Սիրելիներ, բարև եք եկել։ Բարձր խոսեք միան, բարձր։ Ես ուզում եմ ասեմ շատ շնորհակալ եմ Լիլիային և Հայ Բարթևին և Անահիտին և իր ամուսինին։ Էսի ամենաշատ լավ ուխտավորությունն էր, էս իմ երկրորդը էր։ Եվ ամենը, ես կարծում եմ մենակ Պասկահային եմ ստե, բայց Բերութը հայերը և ուրիշները ստե իմ բարեկամները Սելան, ընտանիքը Սելան, մեկ հայ ենք, մեկ ընտանիք ենք Հիսուս Քրիստոսի անունով, Հայ Բարթևը մեզի ամենին բերում այրա հետ։ Ես աղոթում եմ, որ մյուս ուխտակորությունը իմ զավակներս իմ հետ կան, տղես և աղջիկս և աղոթում եմ ադուր վրա։ Շատ շնորհակալ եմ Աստված ձեզի օրհնի, միշտ ձեզի հպարտ պահի, ուրախ պահի, առողջ պահի և շատ լավ անցավ, որտեղ Հիսուս Քրիստոսի անունով քայլանք, Հիսուս Քրիստոսի անունով տեսանք ինչ բարություն ա բերել երկիրների մեջ, տարբեր երկիրների մեջ։ Սուրբերին բերել ա, որ մարդիկ հավատան, որ չին հավատում, որ Հիսուս Քրիստոսը
կա եւ եկել է, որ միշտ աղոթում ենք, որ Savior պիտի գա։ I want to say this in English. Children, please listen to Hype Artev. He is an angel in this planet Earth. God sent him to us so we can follow him, so everyone can understand what Jesus Christ is about. He is an angel in this planet Earth. Please follow him. Please listen to him on Instagram, on Facebook. Please go to the church that he preaches in. He's amazing, and God bless him and his family. In Jesus Christ's name, I thank him and everybody else. Thank you so much. Amen. Սիրելիներ, նաև ձեր անուններն ալսեք։ Իմ անունս Մարա Մելքոնյա։ Ես չսի անունս։ Մարոտանդիկն ես տուն, ամեն մարդ գիտե։ Ես Մարինեն եմ, իմ 4-րդ ուխտագնացություններ, տպավորություններ, ինչպես միշտ, շատ ուրախ եմ, ամեն օր մի լավ հիշողություններով, ավելացավ մեր հիշողությունները, լավ տպավորություններով տուն ենք վերադառնում, շնորհակալ ենք ձեզ Hype Artev, շատ Լիլիա ջան, քեզ էլ, առանց քեզ ու դու Hype Artev-ի հետ միասին ամեն ինչ մեր համար այնքան լավ եք կազմակերպել, մեզ մտածելու բան չկար, մնում էր սենց բեբեկի պես ձեզ վալո անենք, շատ ուրախ ենք ամեն ինչի համար, հանգիստ, խաղաղ, լավ ընկերներով, լավ ընտանիքի պես շրջապատված, լավ մեմորիներով գնում ենք տուն, շնորհակալ ենք, անչափ։ Ուխտերից կդար։ Ես Սոսիկ Բարսայան եմ և ձեզից ես շատ շնորհակալ եմ Hype Artev-ին և Լիլիան քեզի ջան, որ ասանք ուխտակնացություն չի եղել, բայց ասիկորդ անգամ ես ուքամ ձեզը, ոյադավ շատ անուշ էր և ամեն դեղ որ գերտայինք Սուրբ Հոգիով լեցվեինք և ես մեկ անցով եկա և մեկ ընտանիքով գտարնանք, ամբողջ իմ հոգիով որ քույրս եղբայրներս են և սիրով մեկ ընտանիք եղանք և շատ ուրախ, շատ շնորհակալ եմ ձեզնին։ Ուխտերից կդար։ Ես Անահիտն եմ, շնորհակալ եմ քեզ մի Hype Artev և Լիլի ջան, և բոլոր ձեր ընտանիքով, ուրախ եմ ձեզ մոտ և երկրորդ անգամ ուխտակցություն, մեկը Երուսաղեմն էր, այս երկրորդ Հունաստանը։ Գույսամ որտեղ երրորդ ուխտակցությունն ալայնց։ Շնորհակալ եմ ձեզ մին։ Ուխտերից կդար։ Ժողովուրդ բարձր խոսեցու։ Անունս Հերա Հորոզյան, այս իմ երկրորդ ուխտակնացությունս է, որ առաջինը 2019-ի Երուսաղեմ եկնած եմ ձեզ հետ, ասանգամ ավելի տպավորվեցա, քանի որ շատ հետաքրքիր էի Հունաստանի անդամ չի այցելած, առաջին այցելությունս է, որ բոլիս ծնած եմ, բայց 40 տարի է Ամերիկա գաբրիմ և շատ հետաքրքիր էի իմ անունիս ձակումը և ինչպես ասեմ միթոլոգիի հայրենի ուրցայմը, միթոլոգիի մեջ ինչպես տպավորված եմ, շատ ուրախ եմ մենց ընտանիք եղան, շատ շնորհակալ եմ ձեր երկուքին։ Սոնյա, երկու անգամ մի խոսիս, որտեղ Բրազիլ չխոսեց արդյոք։ Okay, ես Սոնյա Աբկարյանն եմ, ասի երրորդ ուխտակնացությունն է, որ եկած եմ։ Երանի ամեն մարդ կոնե մեկ անգամ կա Hype Artev-ին և Լիլիային հետ, շատ ուրախ կլան։ You guys are awesome. That's it. We love you. Love you too. Պատրաստվիր Իտալիայով հետ խոսես։ I will. Բոլորին նորից բարևներ, ես Սիլվա Երշյանն եմ, որին շնորհակալություններս ձեզ Hype Artev, ձեր ընտանիքին, Լիլիա ջան, քեզ, Անահիտ ջան, քեզ ջանա, շատ սիրեցի, շատ մոտիկից ծանոթացա ձեզ հետ, Hype Artev, ուզում եմ մի փոքրիկ բան պատմել, եթե թույլ կտաք։ Անշուշտ, բարձր։ Ես 2 տարի անկողինով պարկած եմ եղել, անշարժ պարկած եմ եղել, միշտ խնդրել եմ իմ հարազատներին, որ տանեն եկեղեցիներ։ Ինձ մի օր բարեկամներս մեկը եկավ, ասեց Նեկտարիոսի գիրք ունեմ, վերեց կարդացի, ինձ մեքենայի հետևի մասը պարկացրեցի, տարան Սուրբ Նեկտարիոս։ Գնացի այնտեղ Եփրեմ անունով ռազմավարությունը կար։ Իր աղոթքներով, իր այդ ամեն ինչներով ես հիմա ոնց որ տեսնում եք ոտքի եմ կանգնած։ Ես երազում էի, որ գայի շնորհակալություններս հայտնեի Նեկտարիոսին։ Ես այնքան շնորհակալ եմ ձեզ, որ իմ երազանքս կատարեցիք Hype Artev։
Աստված ձեր սրտի գորա ձեզ տա, ձեր բարությունը, ձեր իրեմ աշխախնդիր նվիրվածությունը մեզ բոլորիս, Աստված օշնի ձեր ընտանիքը, շնորհակալ եմ բոլորիցս, բոլորի ուխտը կատար լինի, բոլորի ցանկությունները, երազանքները կատարվեն։ Ես Լիլիթն եմ, սա երկրորդ ուխտագնացությունն է և շատ տպավորված եմ, վերադառնում ենք տուն անմոռանալի մեծ և խորհրդավոր տպավորություններով։ Նախ ուզում եմ ցանկանալ, որ բոլորիդ նպատակները և ինչ ուխտով, որ եկել եք Աստվածի կատարածի և շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներ Հայր Պարթևին և Լիլիային, որ իրոք մանրամասն կազմակերպված էր ուխտագնացությունը, մեզ միայն, ինչպես Մարինե նշեց, մնում էր միայն ձեզ հետևել և իմ մեծ երազանքն էր այցելել Սուրբ Նեկտարիոսի ծննդավայրը և մեծ տպավորություններով վերադառնում ենք հայրենիք, շատ շնորհակալ եմ։ Ես Անահիտ Մերջենյանն եմ, երկրորդ ուխտագնացությունն է, շատ սիրով Աստվածային ճանապարհով եկա, բոլորիս ուխտը կատարյալ լինի, Աստված թևեր տվեց, որ ես գայի հասնեի Երուսաղեմը և Նեկտարիոսը և կխնդրեմ բոլոր սուրբերին Տեր Աստվածին, որ ինչքան հիվանդներ կան, բժշկեն և մեզ էլ բոլորիս բարի ճանապարհ լինի, լավ թռիչք լինի և շնորհակալ եմ ձեզանից, ձեր բարի ամեն ինչ ոնց որ դասավորել եք մեր համար, շատ շնորհակալ ենք, այսօրվա համար, ամեն ինչի համար, շնորհակալ ենք, Աստված բոլորիդ հետ, բարի ճանապարհ, բոլորիս բարի թռիչք։ Արև, իմ անունս Անիտա Սահակյան, նախ և առաջ ուզեմ շնորհակալությունս հայտնել Լիլիային և Հայր Պարթևին, իսկապես երազումն էր, որ իրականացավ, շատ հուզված եմ մակած վայրկյանից, չեմ գտնել նկարագրել իմ զգացումներս, շատ ուրախ եմ, մանավանդ իմ տպավորությունս է, որ տեսնեի Քավալան, հին Ֆիլիպանուր, որ Լիդիան առաջին քրիստոնյա դիգինը գնքվեցավ, հոն շատ հուզված է, իսկապես և իմ չեմ կարծել, որ պիտի մոռնամ։ Մենք ապրեցանք և կարդացինք Գործառաքելոց, Հայր Պարթևը կարդաց ամեն մեկ գլուխ, ամեն մեկ իսկապես հավական բացատրություններ, այսինքն ալ ինձի համար նոր գտագարանը պիտի ըլլա ամեն օրվա իմ կյանքի ընթացքս, իմ կյանքի ընկերս։ Ուրիշ ինչ ասեմ, ասելիք չունիմ կարծեմ, այս շատ ուրախ եմ, որ այս առաջին ուխտագնացությունը հրի և հուսամ ապակային ուրիշ ուխտագնացության կմասնակցի։ Անիտա, միակ դերս որդուն Անգլիային ես։ Այո, շատ ճիշտ։ Իմ անունս Դարիլա Պանդազոս է։ Իմ անունս Դարիլա Պանդազոս է, առաջին ուխտագնացությունս է, ձեր հետը Հայր Պարթև և Լիլիայի հետ, և շատ լավ տպավորված եմ։ Ես փառք կտամ նախ մեր Աստուծուն, որ ձեզ արժանի ըրավ Սան Նեկտարիոսը այցելեմ, որովհետև իմ ուխտը սեր անիգա, որովհետև 2019-ին մի օր ես արթնցա և չէի գնալ քալել։ Այդ վայրկյանին ես ուխտս ըրի և իր բարեխոսությամբ մինչև այսօր գնամ քալել և փառք Աստծո շատ շնորհակալ եմ ձեզ մե, իսկապես շատ լավ կազմակերպված ամեն ինչով, այո, բզիկ բաներ գլա, անի ներելի է և գլա, ամեն խումբերու մեջ գլա, իրարու ներողամիտ պետք է լան և գաղոթեմ, որ բոլորս առողջություն բարգևե մեր Տեր Հիսուսը, հուսամ երկրորդ անգամ նորեն կմասնակցեմ ձեր հետը, շատ հաճելի է, շնորհակալություն։ Անունս Հայգույ Սրուրյան, Այս իմ երկրորդ քալս է Հայր Պարթևին և Անուշիկ Լիլիային, նախ ամենաառաջ իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհակալություն կհայտնեմ, որ ինձ արժանի ըրավ, որ Հայր Պարթևին և մեր Անուշիկ Լիլիային հետ նորեն կամ որ տեսնեմ
Սուրբ Նեկտարիոսը եւ մանավանդ Լիդիային ընտանիքը, որ ուրգնկվեցան եւ քրիստոնյա դարձան այդ քաղաքը կամ այդ ընտանիքը։ Նորեն շատ շնորհակալ եմ Հայր Բարթև եւ Անուշիկ Լիլա եւ համբերությամբ դարին եւ իրավ աստո զորություններ գերեվա կամ փամներ, որ ես շատ օրնվեցա մանավանդ աղոտներով, Աստված օրնելով օրնեցեզի, որ մեր գլխին բագաշ չնի Աստված ձեզի, շատ շնորհակալ եմ։ Ես Գայանե Նավասարդյանն եմ, հարկ եմ տալի Աստծուն, որ արժանացրեց այս լիասքանչ, այս ուխտագնացությունը։ Շնորհակալ եմ Հայր Բարթևին եւ իրեն ընտանիքին, Լիլիային, այն կազմակերպչական աշխատանքի համար, ամենը կատարված է շատ բարձր մակարդակի։ Ներողություն եմ խնդրում այն թերությունների համար, որ առաջացել է, որովհետև ես քթել եմ, ես շատ սիրելի քույրիկներիս, եղբայրներիս, բոլորի առջև ուզում եմ ասել, որ ես շատ ցնցված ու ուրախ եմ, որ ներկա եմ գտնվել այստեղ։ Հարքը Տիրոջը, Աստված անի, Աստված բոլորին էլ արժանացնի։ Հայ Բարթևի հետ եւ ձեզ հետ Լիլիան առաջին անգամ չի որ գտնում։ Ու միշտ էլ շատ ցնծությամբ, ուրախությամբ, հավատքով լեցված պիտի տուն վերադառնամ։ Նորից կրկին ու կրկին շնորհակալություն եմ հայտնում, ինչպես բոլոր ուխտագնացությունները Հայ Բարթև ձեզ հետ անխափան եւ անմնացող անցկացրել ենք մեծ սրտով։ Աստված օգնի ձեզ։ Լիլիա ջան, երբ որ ասում եմ Հայ Բարթև, միշտ իմացի դու կողքին ես։ Դուք անբաժան մարդիկ եք ու մեզ համար շատ սիրելի։ Իսկ դու Լիլիա միշտ խմբի մեջի ծաղիկն ես եղել, որը շատ լավ գիտես, միշտ կրկնել եմ, ասել եմ ու կասել եմ։ Խաղաղություն լինի մեզ, բոլորիս, ուխտավորներիս եւ ձեզ Աստված միշտ հաջողություններ պարգևի։ Անսահման երջանկություն եւ սեր։ Իմ անունս Պեգի Մոմջյան է, Փառք Աստծո, ես շատ ուրախ եմ, որ այս ճամփորդությունը եկա։ Սկիզբը երբ որ լսեցի Սուրբ Պողոսի քայլերը պիտի երթանք, անոր համար իմ բոլոր երազս էր, որ Սուրբ Պողոսի վայրերը երթամ, Կորինթոս, Թեսալոնիկա, Փիլիպի, ամեն այդ կարևոր տեղերը, որ մեր նոր գդարանը շատ ամենը ամփոփված է Սուրբ Պողոսին խոսքերով եւ ամեն այս քեղեցիկ աղոթները, որին մեզի բոլորովին նորոգեց։ Շատ շնորհակալ ենք երկուքիդ, որ մեզի նորոգեցիք, մեր սիրտերը փացիք, քանի որ Աստված սիրտերը գնայի, սիրտերնից գնայի, սիրտերնից մաքուր թողլա եւ սերով թողլա մեկը մյուսին, ամեն ադեմ ներենք իրարու, քանի որ առանց ներողության չենք կրնար արվի, կյանքը դժվար է։ Ուրեմն շատ շնորհակալ եմ, որ մեզի աներեցիք, սխալներ եղան, շատ շնորհակալ եմ եւ հետ չենք մոռնալ անմոռանալի ճամփորդություն է։ Շատ շնորհակալ եմ։ Ես քանի անգամ եղած եմ Հայր Բարթևին, պտույտներուն, ուրեմն երրորդն է, չորրորդն է կարծեմ, շատ ավոր անցավ այս անգաման, որ շատ ուրախ եմ, որ թեքին աղջիկս հետս էր, լավ եղավ, ավելի մոտեցանք իրար, ավելի իրար հասկացանք, հատա լավ բան է, ուրեմն շատ շիտակը շատ խոհ եմ, հիմա շատ ուրախ եմ, որով լավ բանի գետին բանի մեջ է, thank you շատ, քեզի աչ, thank you շատ։ Իմ անունս Արմեն Ջիբիրյան, իմ երրորդ ուխտագնացությունս է Հայր Բարթևին եւ Լիլիային հետ եւ միշտ լավ գանցնի, շատ լավ բաներ դեղեր կացինք եւ շատ աղոտ բաներ տեսանք, հրաշալի դեղեր, որ երազի մեջ էր մնաք, բայց շատ շնորհակալ եմ ձեզի ուխտեր բարձկերնիդ կադար, շնորհակալ եմ։
Իմ անունը Սիրանուշ է, ես երկրորդ անգամն եմ գալիս Հայ Պարթև եւ Լիլիայի հետ, առաջինը Բրազիլիան էր, որ լսեցի Սուրբ Նեկտարիոսը, դա իմ երազանքն էր եւ իրոք շատ մեծ ուժ զգացի ես այս ուխտավորնացությունից, շատ շնորհակալ եմ ձեզ, իրոք շատ մեծ տպավորություններով ենք տուն գնում, ծանոթացանք շատ լավ ու հաճելի մարդկանց հետ, իրոք Աստված ձեզ տա ուժ ու համբերություն, որ այս ամեն ինչը կազմակերպում եք ու դիմանում եք ամեն մարդու ոնց որ բնավորության հետ, շատ դժվար է եւ նաեւ պիտի հատուկ շնորհակալություն հայտնեմ, որ դուք Հայ Պարթև կազմակերպեցիք իմ քեռի համար հոգեհանգիստ, շատ շնորհակալ եմ դրանից, ես երբեք չեմ մոռանա։ Ես իմ երազանքն է, որ ամեն անգամ, եթե Աստված կամենա, ես ձեր հետ անպայման գամ ուխտագնացություն։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելի Դեր Պարթև, Hope Love Mission, այս թաքնածությունը խաչարի երինձի համար, և բոլորիս համար, և ամեն արդուգարդնամ, և որ տելեվոնս ծեր կսկարվիմ, առաջին անգամ ծեր նախաջաշը, սուկ նախաջաշը մդիկ կրեմ, գովը կվորվիմ, գսեմ շատ համով նախաջաշ է այսօր, գսկսիմ գյանքիս օրվա կոջերուս, օրնված, միշտ կփորձեմ հետևիլ ամեն օր, մնացած օրվա, ինվա ընթերցումներում, միշտ կփացադրեմ կխոսիմ ընկերներուս, մդիկ ըրեք, լսեցեք, դարաձեցեք, դուք ձեզ մի բահեք, խոսեցեք իրարում, և Աշխապակը, որ իրագարանացավ մուխտս, որ ձեզի հետ եմ, ադիև որ արդեն գարձեք, թե ես Երուսաղեմ կացած եմ ուղտի, այդ դմբավորություն ունեցա, և գարձեք, թե ինձի ավելի ասուդոմ էր, իմ բոլոր սիրդս, ցավս, թեթևցուց, ամեն մարդարցավ ունի, բայց երբ որ ասուդո շնորհքը ընդունիս մեջը կթեթևնաս, աղոտներով կթեթևնաս, ուրեմն շատ շնորհակալություն եմ ձեզ մեզ, ձեր ազնվութեն են, ձեր հոգադարութեն են, ձեր գազմագերութեն են, որ շատ լավ ձևով գարկացրած եք, և շատ կփապակեմ ամեն հաջորդ ներունալ հետևից ձեզ։ Անունս Ռիթա Քերողլյան է, Այսիգա մեր 7-րդ բդույթը դե որ գնենք Հայ Պարթևին էջը։ Ժիրո և Ռիթա ռեկորդ կդրացեն, 7-րորդը։ Այնքան հաճելի է, որ ցեզի հետ ճամփորդելը, որտեղ ամեն ինչը դուք թեքեր գնեք արդեն։ Besides եկեղեցիները, որ գերտանք մեկ-մեկ Հայ Պարթևը ամեն մեկ սուրբի մասին կբացատրե, մեզի կհայտնի ամեն ինչ եւ բեր աղոտները կամ հանգստություն ու դա հոգաբես կհանգստանանք, մտայնաբես կհանգստանանք, այս աղոտները շատ կօգնեն։ Իսկ այս բդույթին ամենեն շատ ինձի տպավորված տեղը մեթեորայի բարձր ժայռերում վրա շինված եկեղեցիները, մանդուրներն էր, որ հիացա անոնց վրա, անշուշտ Սուրբ Նեկտարիոսն ալ բացարիք տերմն էր, որ միշտ կփապակե երտալ, thank you Հայ Պարթև, thank you Լիլիա, ձեր բոլոր ասկազմագերության համար, ամեն ինչը տասավորած եք մեզի համար շատ հաճելի է ձեզ երտալ, thank you։ Բարև, անունս Ժիրակ Քերողլյան է, ինչպես որ դիգիրս բացադրեց, այս անգամ 7-րդ անգամիս է, և we're looking forward այս եկող հոկտեմբերին Իտալիայի երտանք, երրորդ անգամ, որովհետև այս տարի յուբիլին է, ուսամ անտուրին դագեն անցնինք, առաջ Աստված։ Ինձի համար այս ուխտակությունները ինձի մեկ մինիկ մունի, ամենակարևորը։ Ես Ամերիկա, ինչպես որ ամեն մարդ գործով սպաղած են, վազնեվազ, արիք շենք ունենար, որ դժբախտաբար Աստծո հետ մեկ ըլլալ և իրեն հետ direct contact-ի մեջ մնալ։ Ինձի համար այս ուխտակությունները, որ ես Հայր Պարթևը ամեն անգամ ունեն է ուզեմ ներկա ըլլալ, մեկ պատճառով, որ ան սուրբ վայրերը, որ գերտան, ինձի համար մեկ անգամ են թանելը կբացվի, direct contact Աստծո հետ կխոսին հետ,
իրեն հետ chat կնեմ, իրեն իմ հոգերը սկսեմ, իրեն իմ humanity սկսեմ, ինչ կդարվի, ինչ են կդարվի, որ ինձի օգնե, երբեք խնդրեմ, միանա օգտագնացությունները ադենը ասարիտը ինձի կպացվի, երբ որ հայրբարտերին են և ծերերը լիա գերտանք անցուկ դեղերը գարդես թե երկինքը կպացվի ինձի և ասուդու այդ դայրեք կխոսի, ասի դժպախտապար Ամերիկա, որովհետև յանքը անչափ որ բազնեվազ է, մեզի շունչ մջիդր եվոր, որ ասուդու հետ խոսիկ ամենով։ So ինձի համար արիքները unique, those are unique, blessed moments that I can talk to my Creator and ask Him what I'm concerned with, speak with Him and thank Him for His blessings. Շնորհակալի եմ Այբարտև Լիլիան։ Մարո Միքայելյան, իմ երրորդ անգամից է, որ ձեզի հետ մասնակցին ուխտակնացության, շատ շնորհակալ եմ, վարձքերնիդ կադար, որ առանց ձեր գործին ես չեմ կարող ճամփորդել, ձեր գործերը որ գնեք, ամոր կնահատել ձեզ երկուքին, thank you Yavri, կպապակիմ ավելի մդույթներում մասնակցին։ Անունս Մերի Քևորքյան, ասի իմ 5-րդ բդույթս է, Հայբարտևին և Լիլիային հետ, որ ուրիշ հետ չեմ գրնար երտալ, որտև ասանք ես չեմ դեսած, անանք որ ամեն ինչը կանոնավոր է, ամեն ինչը ժամը-ժամուն, տասագարկեր է, բդույթները որ գնենք, որ մեզի կհասկծնե, որ մեզի կսորվեցնե, որ Աստծո ավելի մոդենանք, չեմ գրնար բացատրել, որքան ես ուրախ կսկամ և անգան ծավերու մեջ կնամ, բայց ծավերս կմորնամ, որովհետև իրավալ կսկամ Աստծո հետ մոդեցար ենք Աստծո։ Շատ կշնորհակալ եմ Հայրբարտևին և Լիլիային, որ ամեն այս գործերը գնե, որտև թյուրին կորչ է ըրան, շատ կշնորհակալ եմ։ Մարո մամա երկրորդ անգամ ես խոսիս։ I love you. We love you too. Ես զորավն երդ անգամ եմ աստակին ուխտագնացյան, շնորհակալություն Հայբարտևի Լիլիային, շնորհակալություն Աստծուն, որ աստորությունով ավարտեցին մեր ուխտագնացությունը, հրաշալի սրբավայրեր տեսանք Սուրբ Նեկտարիոսի գերեզմանը և բոլոր սրբավայրերի տեղերը այցելեցինք, անչափ շնորհակալ եմ Հայբարտևի Լիլիան ձեր օգնության համար։ Ես Անդրանիկ Հարությունյան եմ, ասի 4-րդ անգամն է, որ մասնակցեմ ուխտագնացություն։ 1000 պարկարծու, որ գրտանք այս անգամներ մասնակցեք հաճելու ուխտագնացություն և իսկապես կավոր գրուպ ունեին, բախտեմ եմ ամեն գրուպին հաջողություն և առողջություն։ Եվ ձեզի, քեզի, Հայբարտև, քեզի Լիլիան և ձեր ընտանիքների առողջություն, հաջողություն, երկար կյանք, Աստված ձեզի պահի, պահպանի ամեն փորձանքներն և չար մարդերին։ Շատ շնորհակալ եմ ամեն ինչ։ Ես Ազատուհին ասի 5-րդ անգամից ձեզի հետ ուխտագնացություն կա։ Բարձր։ Ասի 5-րդ անգամն ես ուխտագնացություն կա ձեզի հետ։ Առաջին կուզեմ փառք տամ Աստծուն, որ կրծա այսքան ամեն ձեզի հետ եկամ։ Երկրորդ շատ շնորհակալ եմ Հայբարտև, որ միշտ կքաջալերես մեզի որի իրավեն, ես էլ ամեն ու կքաջալերեմ որի կան, որտև չկա ասպես ուխտագնացություն մեկում կտանի։ Ամեն կոմերեն, ամեն պատրաստություններ դիսիրեն Հայբարտևի և Լիլիան։ Շատ շնորհակալ եմ, շատ երավ եմ։ Thank you։ Ես Այդան եմ։ Հարցը։ Ես Այդան եմ, երրորդ անգամ ուխտագնացության են գնում Հայբարտևի հետ։ Ես ինքս Հայաստանի ծնունդ եմ և գնացինք Հայաստան ուխտագնացության։ Ես լրիվ ուրիշ ձևի ապրումներով ապրեցի։ Մինչև այսօր ես այնքան, ոնց ասեմ, սիրտս ձգում ա, որ եկամ Հայաստան ապրեմ։ Հայաստան ծնված աղջիկ, կին, մայր եղնելով շատ եմ ուզում հիմա հետամ Հայաստան ես ապրեմ, որ ձեր հետ այդքան հաճելի ձևով որ անցկացավ, պատկերացնեք, որ
ամբողջ այդ Հայաստանի ժողովուրդը, երբ որ մեզ եկեղեցիներում տեսնում էին, մեզ ասում էին Հայր Պարթև դու ես, Հայր Պարթև, բոլորը ճանաչում էին թե Facebook-երով, Instagram-ներով, շատ շնորհակալ եմ, երախտապարտ եմ ամեն ինչի համար, իմ Աստծուց, ձեզանից Հայր Պարթև, Լիլիա քեզանից, Անահիտից, Կարմենից, որ մեր բոլոր քույրերից, եղբայրներից շնորհակալ եմ ձեր աղոթքների համար, որ աղոթք բարձրացիք Աստծուն, մեզ համար, բոլորիս համար, ստեղ եմ, որ ուխտի գնացինք Սուրբ Նեկտարիոս, ուրիշ ձևի զգացումներ եղավ մեզ մոտ, տա Աստված, որ բոլորի ուխտը կատար լինի, չգիտեմ ինչ ասեմ բնական, շատ շնորհակալ եմ իմ Աստծուց, երախտապարտ եմ, անչափ երախտապարտ եմ Աստծուց, ձեզանից եմ նմանապես, երբ որ Հայր Պարթևը բայբստադի ժամանակ ասում եմ, այս տարի գնում ենք այս իշտեղը, ես արդեն խառնվում եմ իրար, ասեմ, ես գալիս եմ, այդ ձևի զգացումներ ալինում, տա Աստված, որ միշտ մեր երիտասարդներն էլ քաջալեր են, մասնակից լինեն մեր հետ, ոչ թե մենակ մեծահասակները, մեր տարեկարգիցները կան, այլ երիտասարդներն էլ կան, միանալ մեր խումբին, ավելի մեծ կազմով, ավելի մեծ շրջապտույտ ունենանք ուխտագնացությանը, շնորհակալ եմ բոլորից եմ, անչափ շնորհակալ։ Ես կարող եմ մեր չորրորդ ուխտագնացությունն է, որ միասին Հայր Պարթևի և Լիլիայի հետ գնում ենք։ Զորով եմ խոսում, մի հատ էլ որ բարձր խոսում չեմ կարա։ Շատ շնորհակալ եմ բոլորից հետ, բոլորի ուխտը ընդունելի լինի, ձեր աղոթքները թող տեղ հասնեն, բայց ամենաշատ, բացի Հայր Պարթևից ու Լիլիայից, շնորհակալ եմ մեր խմբի ուրախությունից, Մարո մամայից։ Մարո մամա։ Խումբը ուրախ պահեցին մինչև վերջին օրը։ Փառք Աստծո, բոլորս անվնաս, առանց արկածների հասնենք մեր տները։ Շնորհակալ եմ։ Ադունոր և որդվո և հոգուս է պամեն։ Սկսենք որտեղից։ Իմ անունս գիտեք Անահիտ է, ամա չէ, իմ անունս Անահիտ է, գիտեք, ազգանունս էլ շատ ուսին, Դիլանյան։ Որտեղից սկսեմ։ Սկզբից ասեմ, շնորհակալ եմ Հայր Պարթև ջան ձեզանից։ Այս ուխտագնացության ժամանակ ինձ մի բան ստացվեց, որ ես հասկացա, որ մեր կյանքը մանուկի նման է, երբ որ նոր ես սկսում քայլել, երբ որ կպատայի, որ կասեն արի փոքր երեխուն հոպ կընկնի, հետո ընկնելուց հետո ինչ, կամ ոտքը կքերծվի, կամ ոչինչ չի լինի, վեր կկենաս, կկանգնես, վրա թափ կտաս ու առաջ կգնաս, հավատքիս մեջ կյանքս այդ մանուկի նմանեցրեցի, որ ինչ էլ որ մեր կյանքի մեջ, երբ որ Աստված ինչ որ պատահում է, Աստված է արտոնում։ Նույնիսկ եթե չարն էլ կա, մեկ Աստված է արտոնում, որ ինչ որ մի բաներ մեր հետ պատահի եւ դրա մեջից մենք խաղելիք ունենանք։ Եվ ես շնորհակալ եմ իմ հետ ինչ պատահում է, որովհետեւ դրանք ես վատի սկզբից կարող է ալեկոծվես, բայց հետո հասկանում ես, որ այդ ամեն ինչը նրա համար է, որ մենք հավատքի մեջ զորանանք, ոչ թե ընկնենք։ Այս շատ լավ բան է, որ ես ձեզ ասում եմ, մաղեք կպատկերացնեք, որ խոսքս ինչ ձեր եմ ուզում բան բացատրել, բայց ամենամեծ բան ինձ համար Պողոս Արաքյալի բանտակված տեղը, որ նստեցինք, ես չգիտեմ ինչի միշտ երազել է, որ մի օր քարքարոտների մեջ նստենք մենք բոլորս, ուխտավորներով, հավատացյալներով, ու Հայր Պարթևը կքարոզեր մեզի, ոնց որ Հիսուս Քրիստոսի ժամանակներում մարդկանց նստացնում ու կարոզում էր, երբ որ ես այդ արևի տակ նստած ենք, էփվում ենք, ուղղակի, ես ինձ զգում էի, որ կարծես գիտեի այն ժամանակներն է, երբ որ Հիսուս քայլում էր աշխարհի վրա, ու ես այդ զգացումներն էի ապրում, երբ որ Հայր Պարթևը քարոզ էր կարդում այդ ժամանակ, երբ որ մի հատ հաշվանդամ անցավ, չգիտեմ շատերը տեսակ, երբ որ ոտքեր չուներ, ոնց էր արագ առանց ոտքերի գերեզմանոց մտնում, ես պատկերացրեցի այն հաշվանդամն է, որ ներս էր մտցնում, որ Հիսուս իրան բժշկի, ամբողջ հոգիս Աստվածաշնչի մեջ ման էր գալի,
Երբ որ ավտոբուսով էին գնում երկար ճանապարհներ, մտա, երբ որ քայլում էինք հոգնած արևի տակ, միտեղ դժկամելով, միտեղ ամենքից ոտքերն են ցավում, ծնկներն են ցավում, մեջքերն են ցավում, ամեն մարդ մի բեռուսին տարած եկեղեցի է բարձրացնում, ինքը գիտի իր կյանքը, իր նեղությունները, միշտ մտածում է ասում, բա ոնց են առաքյալներ այն ժամանակ այդ քարերի մեջ քայլել են, այդ դժվարություններ են, ժամանակ ասֆալտ չկար, ճանապարհները հարթ չէր, բա ինչպես էին իրանք քայլում, մենակ նրա համար, որ մարդկանց Աստծո մոտիկացնեն։ Դուք մեր առաքյալն եք, հայ Պասtor ջան, առաքյալները ուրիշ ձև չեն լինում, ձեր նմաններն են։ Սրանք գովեստի խոսքեր չեն, սրանք ճշմարտություն են, կույր լինեի կտեսնեի, եթե կույր լինեի, ես էլի կտեսնեի։ Ես չկա եկեղեցի, որ մտած լինեմ, եւ առաջի բանը ուզում եմ Հայաստանի ժողովրդին ասել, դուք իմ սրտից մեջ եք եւ իմ գրկից մեջ բարոր արած։ Ինչքան մայր կա, որ արցում կա իր աչքերին թաց եւ իր սրտի մեջ ցավ, որ միջև մահետը պիտի տանի եւ այդ ցավը չի անցնելու, դուք միշտ իմ աղոթքներից մեջ եք։ Ես հավատացած եմ, որ իմ նման շատերը կան եւ այս ուխտավորների մեջ, եթե բոլորն են կամ բոլորը չեն, հավատում եմ, որ բոլորն են, որ աղոթում են ձեր համար։ Սահմանում կանգնած իմ քաղցր զինվոր, ես միշտ ձեր համար աղոթում եմ, ամեն օր իմ անկողից մտնելուց առաջ եւ ամեն եկեղեցի մտնելու ժամանակ, դուք մեր սրտի մեջ եք, գերիներ, հիշեք, որ մի օր եթե լսեք մեզի, մեր ձայնը ձեզ հասնի, մենք ձեր համար միշտ աղոթում ենք, կորածների ծնողներ, հիշեք, որ ես միշտ, եսի մասին եմ խոսում, եւ հավատացած եմ իմ նման շատերը, միշտ աղոթում են, որ ձեր մաման ձեզի գտնի ձեր հարազատները։ Չմտածեք, որ դուք չկաք, մենք էլ մենակ, մենք ուրախանում ենք, այո, սուտ չեմ ասում, երբեմն խենթանում ենք, գժություններ ենք անում, մեղքերի մեջ ենք գնում, մեջից դուրս են գալի, բայց դուք միշտ մեր սրտի մեջ եք։ Հայրենիքում ապրող ամեն հայ, որ խելագարված ամբոխների նման խառնվել եք իրար, ման եկեք ձեր եկեղեցիներում ձեր հավատքի մեջ սեր կգտնեք եւ այդ սիրով հայրենիքը կպարեք։ Առանց սիրո ոչ մի բան չկա։ Երբ որ սեր չկա, ծաղիկ չի աճի, ծառը չի ծաղկի։ Ես ձեզ բոլորին ցանկանում եմ, որ մեր հաղթանակը հավատքի մեջ է, որովհետեւ մեր հավատքը Հիսուս Քրիստոսի սերը ընտանիքի ամբողջականությունը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Այս երեքը անբաժանելի են։ Ընտանիքն է ձևի սրբությունը։ Ընտանիքը երբ որ ողջ լինի հայրենիքում, այդ ողջ լավ առողջ ընտանիքներով հայրենիքի ժողովուրդը սիրով է կապրի։ Ես ամեն եկեղեցիում այդ եմ աղոթել, որ Աստված մեզի ոչ թե մարմնի մենակ առողջություն տա, դա էլ կարևոր է։ Կարևորը հոգու առողջությունն է, որտեղ առողջ հոգի, ընդեղ էլ առողջ հոգին մաքուր մարմին կսարքի։ Ինչ ասեմ, այս ամեն մտքերի համար, որ ես ապրել եմ հայ Պարթև, ծովի վրա բարձրացա վերևը, չէ, մենակս։ Ես աչքերս փակ ու բաց ծովին էի նայում, ծովի ալիքների մեջ կորել է։ Մի րոպե աչքս բացեցի, ես մենակ Հիսուս Քրիստոսի հետ էի խոսում։ Ասի Տեր Աստված, այս աշխարհը ոնց ես դու սարքի ես կա սիրուն, բայց մենք այսքան ապերախտ։ Ես իմ վրա լացում եմ, իմ գերեզմանոց ինձ տեսնում ու վրես լացում եմ։ Երանի ես կարողանայի մաքուր մարդ լինեի։ Մտքերս ուրիշ են, բայց կյանքի աղմուկը ուրիշ է։ Մեջս ուրիշ կյանք կա, բայց դուրսը մարդկանց մեջ հարաբերություններ ուրիշ են։ Ամեն տեղից տարբեր ձայներ ա գալի եւ այդ ձայները խանգարում են ինձ ապրեն համար։ Այս իմ երկիրս չի, ես վաղուց եմ հասկացել, որ այս ժամանակավոր մի կյանք է, որ մենք բոլորս ապրում ենք եւ այս կյանքի միջի բոլոր փորձությունները մեզի թող ոչ ոք չամանչի, որ փորձության մեջ անգեն։ Փորձությունները նրա համար են, որ մենք Աստծո մոտիկանանք։ Ուրախացեք, որ ընկնում եք փորձության մեջ։ Ես ամեն առաջի պահը, երբ որ ավտովթար ես ունենում, ցավա, չէ, ցավա, բայց մի պահ հետո քեզ լիքը բան է դա սովորացնում, որ արթուն քշի, հետևդ նայ, առաջդ նայ, կողքդ նայ, բայց մեր իմացությունը քիչ է այդ անելու համար, դրա համար ես միշտ աղոթում եմ, որ բոլորիդ համար, նույնիսկ շատերի տանուները հիմա հարցներ չգիտեմ, բայց ես դեմքերով եմ ձեր համար աղոթում եւ աղոթում եմ այս երկրի համար, որ ամեն աչքի ուղունքներ են կախած, երբ որ Աստված մի կողմ է դրել, դրամը մի կողմ է դրել։ Երանի բոլոր այն մարդկանց համար, որ դրամ աշխատեին,
դրամը աշխատեին ոչ թե դրամի ծառայելու համար, այլ դրամը իրանց ծառայեցնելու համար։ Եվ խոսքը սահմանափակ է, ուզում եմ, որ հայ պարթև դուք միշտ առողջ լինեք, մարմնով, հոգիդ առողջ է, եւ Աստված ձեզի բոլոր փորձություններից հեռու պահի, եւ դուք երկար կյանք ունենաք, շատ երկար ունենաք եւ լեցուն պարթևներ աշխարհի վրա ծնվեն եւ մարմնով եւ հոգիով, հայ պարթև ջան։ Եվ ես Լիլիաս ուզում երկար կյանք ունենաք ու ձեր կյանքը թող միշտ Աստծո ճանապարհի մեջ լինի։ Քամիները կգան, քամիներն էլ են պետք։ Արևն էլ է պետք, որ շատ կվառի, լուսինն էլ է պետք, որ լույս պետք է լինի։ Ամեն բան մարդու համար պետք է, անձրևն էլ պետք է, որ ողը թացանա եւ ծառեր ծաղկեն, եւ ամեն բան մարդուն ինչ Աստված այս աշխարհում տալիս է պետք է, եւ այս բոլոր պետքերի փորձությունների մեջ, որ մենք Աստծո ավելի մոտ գանք։ Սիրտս հանեմ քեզի տամ քիչ է, ու ավելի ես արժանի։ Էստա։ Էսես դուք։ Okay. Ողջույն, ես Լիլիան եմ, բոլորդ գիտեք հայ պարթևի կյանքի ընկերն եմ, բայց անոնք, որ ինտերնետի միջոցով դիլիքիտնան, հայ պարթևին կողագիցն եմ, ուրեմն ամեն բանեն առաջ մեկ բան կուզեմ ասել, մինչև որ շարունակեմ ընդհանուր խոսքս, երբ որ գսեմ ես Լիլիան եմ, անունս Լիլիան չէ, անունս Լիլիա է, ինչպես որ գսեք ես Մարինեն եմ, ես Հերան եմ, իմ անունս Լիլիա է, Լիլիա, որով շատեր ինձ գսել Լիլիան, Լիլիթ, ամեն ինչ բացի Լիլիա, անունս Լիլիա է, գլումյա։ Քանի՞երորդ անգամն եք ուղղակի ուխտակնացություն։ Այլևս հաշիվս գործընթաց եմ, առաջին օրվան է հայր պարթևին հետ բոլոր ուխտակնացություններուն մասնակցած եմ եւ նաեւ այս ուխտակնացություններուն որ դուք մասնակից եք, մենք այդ ուխտակնացությունը միասին առանցին գնենք, որովհետեւ ամբողջ կարգադրություններ ունենք։ Ինչ որ է, ուրեմն ամեն բանեն առաջ փառք եւ գոհապանություն կդամ մեր Տիրոջը, որ մեզ բոլորիս այս արիթը տվավ, շատերը եկան հոստեղ ուխտով, մեծամասնությունը գիտեմ ձեր ուխտներ Սուրբ Նեկտարիոս այցելելը եւ գեղեցիկ զգացումներով, գեղեցիկ աղոթքներով վերադարձակ։ Ուրեմն եւ որ քանի օրեր առաջ, երբ որ դիերթային Կորինթոս Բասին մեջ որոշեցի, որ ետ գարտամ գորենթացիներուն նվիրված նավակը, սկսա առաջին նամակը։ Հայր պարթև 4-րդ գլխին մեջը Պողոս Արաքյալը խոսք մը գսե, որ սրտիս շատ թվավ, չնայած որ անցյալներուն շատ գարտացած եմ, բայց բանն էր, որ կգարտայի եւ միտքիս մեջը տուն եկար, եւ հիշեցի, որ ամեն 3 շաբթի Bible study-ներուն վերջը մայրիկներ կուքան ինձ գսել, որ հայր պարթևը երկրորդ Պողոս Արաքյալն է։ Միշտ մտիկ գնայի աս խոսքը, հասկանալով, որ որպես քարոզիչ գսեն Պողոս Արաքյալն է։ Բայց 4-րդ գլխի մեջը Պողոս Արաքյալը գսե Կորինթոսին մեջ բնագող նոր քրիստոնյաներուն գսե, որ նույնիսկ եթե փյուրավոր դաստիարակներ ունենաք ձեզ Քրիստոսի առաջնորդելու համար, բայց ինձ մեզ զատ հայր չեք կրնար ունենալ, որովհետև ես էի, որ ավետարանին քարոզությամբ ձեզի հայր եղա, որպեսզի Քրիստոս Հիսուսին պատկանի։ Եվ կշարունակե հետևաբար կխնդրեմ ձեզ ինձի նմանեցեք։ Հայր պարթև մայրիկները ճիշտ կսեն, որ Պողոս Արաքյալը մեր կյանքին, մեր տարին մեջի ապրող Պողոս Արաքյալն ես, բայց ատկե ավելի իրապես մեր բոլորի հոգևոր հայրն ես։ Շնորհակալ եմ քեզ որ որևէ մեկ ջանք չես մեկ կողմ ցկել, որ Տիրոջ խոսքերը մեզ քարոզեց եւ նաեւ հայրություն անել։ Քարոզիչներ շատ կան, ամեն մեկը իր ծևին, բայց հայրը լալը չուրին պամը չէ։ Եվ հայր պարթևին դիգինը լալով ձեզի գրնամ ասել, որ հայրություն գնե ձեզի բոլորի և հազարավոր ուրիշներում։ Հայրություն գնե, երբ որ նեղության մեջ ես։ Աղոթ կուզես, մեկ վարգյան է։ Իջամայով օթոյին մեջ նստած եմ, հիվանդանոց պիտայցերենք, ձեր իմը պիտեսնենք, ինչ որ է։ Ձեր ուրախության ժամանակ ձեզի հետ է, նեղության ժամանակ ձեզի հետ է, խանդիմանելու ժամանակ ձեզի հետ է, որովհետև նախանձախնդրությամբ կքարոզես Աստծո խոսքը։
Ուրեմն, ասի իմ խոսքս քեզի հայր վարդը, միշտ գսեմ, որ շնորհակալ եմ ամեն ինչին համար, բայց ասալարից պիտի գործածեմ, որ ասեմ, որ դու իրապես մեզի հայր ես եւ շնորհակալ եմ ազատ համար։ Եվ հետաքրքիր է, որ այդ օրերում Ամերիկա հայրերու օրն էր, երբ որ ես աս դողերը գգարթայի, սրտիս շատ թվավ։ Ուրեմն, մամաս շատ գսիրե բանաստեղծություններ եւ երբեմն ինձ հետ շեյր գնե ինտերնետի միջոցով բանաստեղծություններ։ Բանաստեղծություն կար, որ սրտից շատ թվավնոր է, որով ոչ թե միայն ասանք որևէ մեկ նյութի մասին է, այլ մեր հոգևոր կյանքի մասին է, որ maybe 50-60 տարի առաջ Պարուսեվագը գրած է, գուզեմ, որ ասի արդասանել։ Կխնդրեմ, որ որպես բառեր միայն չլսենք, որովհետև որպես բառեր իմաստը շուտ կգործի։ Ուրեմն Պարուսեվագը գսեմ։ Ես ուզում եմ, որ աշխարհը դառնա դեմքով դեպի Աստված։ Ամեն քայլով կյանքի կոչի սուրբ գրային ամեն հատված։ Ես ուզում եմ սերունացանի սերվը ընկնի բարար փողին, ոչ թե իզուր փշերի մեջ կամ էլ քարոտ ջամփի գողին։ Ես ուզում եմ բարի հովիվ, ինչպես Տերը, ոչ թե վարձկան։ Ես ուզում եմ հավատացյալ մի զղջացող, ոչ թե լացկան։ Թե գրիվը անխուսափ է, թող որ կրվեն չարն ու բարին, եւ անպայման բարին հաղթի անպետք չարին։ Թաղե միտքս գնաց։ Գներեք։ Թաղել է պետք, եկեք թաղենք մեր գրքերը, այն էլ խորը, որ չգտնենք ալ հետքերը։ Եթե երկել դիրոջ փառքին մեղմ շարական, կամ էլ աղոտ տերունական։ Ու թե մահը անխուսափ է թողնադանի ապաշխարող մարդու հոգին, ոչ թե մեղքի մեջ տարապող ու անտեղյակ անքետ մեկին։ Գներեք նորեն։ Ոչ թե մեղքի մեջ տարապող ու անտեղյակ անքետ մեկին։ Եթե այսպես մենք մեր կյանքը փորձենք ապրել, էլ չի զղջա մեր Տեր Աստված, թե իր պատկերով ու սիրով է արարել։ Ես ուզում եմ, այն եմ ուզում, ինչ ամենքը։ Գուզեմ ավելացնել աս խոսքերին Պարուսեվագի, ոչ թե ավելացնել, այլ իմ մտածումը են, որ ուզելը լավ բան է, բայց ուզելը շատ քիչ է։ Ամենքս գուզենք, բայց ինչ գրենք։ Այն հովիվը, որ Աստծվա գոչում դված է, որ հովե իր ժողովուրդը, բարի է արդյոք, անհավատացյալը, որ ինքզինքը ավաշխարող հավատացյալին հետ տեղ տրած է, գզղջա իր մեղքերի համար։ Եթե միայն շուրթերը նարեկ արդասանելու համար են, կամ շարականներ, կամ աղոթքներ, բայց կյանքովդ չես ավացուցել, որ դու այդ նարեկ արդասանելը, այդ շարական երկելը, չեմ գիտեր ինչ աղոթքները անողես, ոչինչ է ուզելը։ Ես ալ գուզեմ, թուն ալ գուզես, ամենքս ասի գուզենք, գործ է պետք։ Նպատակը առանց գործի իմաստ չունի։ Գխնդրեմ, որ բոլորս ազ ուխտագնացություններուն կամ Bible study-ներուն կամ նույնիսկ YouTube-ի կամ ինտերնետի միջոցով դիտելով Աստծո խոսքը միայն լսող չլան, միայն խոսող չլան, որով նորեն կորինթացիներուն ամագի մեջ նորեն Պողոս Առաքյալը բամը սա, որ նորեն սիրտիս տվավ և ասիկա նգար քաշերեմ, գսե որովհետև Աստծո արքայությունը խոսքով չէ, որ ինքզինքը գհայտնեմ արդոց կյանքի մեջ, այլ գործով։ Բոլորս գործող հավատացյալները լանք, կխնդրեմ, որով վիրավորելը իրարու շատ թյուրին բան է, մեկ բառ է վիրավորանքը, բայց ամբողջ կյանք կուզե, որ այդ վիրավորանքը թարմանել։ Բենդեյդները երբեմն բամը չեն փոխել։ Բենդեյդը կտնես ծերքիդ վրա, բայց դա կբերք կա և երկար ժամանակ այդ վերքը կմնա։ Սո գործող քրիստոնյաները լանք բոլորս, ասի իմ մաղթանքս է, ասի իմ աղոթքս է, ասի իմ ամեն ինչս է ձեզի և ինձի նման ալվես։ Ես ամեն օր հայր Բարթևը գիտե, մենք իրգունը երբ որ ամբողենք մտնանք քնանալու, գխոսինք իրարու հետ, մեր օրվա մասին, ինչ երինք, որ Աստծու փառքին համար է, ինչ երինք, որ թերևս we failed, ճիշտ չէր, և պետք է սրբագրել։ Սրբագրելը կյանք կուզե, որով պետք է ամբողջ սերդ տնես, ամբողջ կյանքովը դու սիրովդ պետք է ապացուցես, որ զղջացած ես, առաջինը Աստծո դեմ, երկրորդն անցուն դիմաց, որ դու մեղք գործած ես։ Ինչ որ է, կարծեմ կհասկացաք ընդհանուր միտքս ինչ է,
որ պետք է լանք զղջացող հավատացյալներ, okay? Շնորհակալ եմ ամենքիցդ, որ մնայուն ձևով վստահ եք մեզի աստուծագնացություններում, դուք այսօր միայն 35-32 հոգի եք, բայց գիտեք 32 հոգի խումբ հավաքվելու համար ինձ հազարավոր մարդ կհեռացայինը, ժամանակ գուզեաս բոլոր կարգացությունները, ես չեմ փնտրել որևիցե մեկեն, ըլա իմ ծնողները, ըլա ամուսինս, ըլա դուք, չեմ փնտրել փողասանքի խոսքեր, որով ինչ որ գնեմ, առաջինը Աստծուց համար գնեմ, երկրորդ ամուսնուս համար գնեմ, որով որպես Հայր Բարթևին գողագիծը ես բարդականություն վրա սարած եմ, որ ամեն ինչով պետք է գողքին լամ, ամեն բանի մեջ պետք է իրեն օգտակարը լամ։ Երբեմն խորագետ եղեք ձեր խոսքերուն մեջ, որովհետև բավական աշխատանք գուզե այս ամեն ինչը գազམ-անգերվելը, ինչպես որ ձեզ մեկ բոլորն ալ ըսիք, քանի որ զգացել եք։ Բայց երբեմն խոսքերը գսվի, որ այս ամեն չարչարանքը, ասամ տուն ամիսներով չարչարված ես ամսամեննելու համար, ամեն ձևով ետևներդ կվազեմ, մեկին բայսակը շալգեմ, մյուսին ճամբրու կվերցնեմ, մյուսին ասի ենեմ, անի ենեմ, սիրով գնեմ, ոչ թե որևէ մեկ խոսքի արժանանալու համար, չեմ ուզեն խոսքերը, բայց խորագետ հավատացյալները լան, պետք չէ վիրավորել իրարու, խոսքերը սել, որ նեղություն կբեր է, հոգի կվիրավոր է, հոգի վիրավորելը շատ քեշ բան է, շատ քեշ բան է, և ամեն ուխտակնացության ադեն, որպես ասի նեգատիվ բանը չեմ ուզել ասել, այլ հագարակը գուզեմ օգտագործել եղած բաները, որպեսի ամենքս rethink ենք, երբ մտածենք մեր խոսքերուն վրա, ամեն ուխտակնացության ադեն միշտ մեկը գելն է, որ անանք խոսք մգսե, որ մինչև ասանք սիրդիս մեջտեղը դջայթ է, ինչու համար, հանուն ինչի, ինչ դարիր հետը դաս խոսքը ստելով, վստահ եմ աստված չուրախացավ երկնքին մեջը, սո գխնդրեմ նորեն գսեմ, maybe գրգնեցի քիչ մը շատ, որով հոգիս շատ վիրավորված է, բայց գխնդրեմ, որ մտածենք 10 անգամ, խոսենք մեկ անգամ, որով ես բոլորիդ հետ խոսել են, ես ալ գիտեք, փարաբաշարը շատ է, միտքս ալ հարուստ է, եթե ուզեմ բոլորիդ ըստացներում պատասխան դամ, բոլորիդ ըսելով ոչ թե միայն ձեզի, ընդհանուր մարդոց, կարողությունը ունեմ պատասխան տալու, բայց չեմ դար, ինչու համար, որով at վարգյանին խոսքս Աստծուն հարկվիտ չի բերել, գլրեմ, գքալեմ, գերթամ, և վստահ եղիր, որ աղոտքիս մեջը պիտի լասած գիշեր և շարունակապար, մինչև որ դեստեմ մեջը փոփոխություն մգա, փորձենք ավելի, ինչպես որ Հայր Բարթևը կբացատրե և դսորվեցնե մեզի, նմանինք Հիսուսի, Թուրին պամը չէ, այն օրը ժիրար եղբարին հետ խոսեի, թուրին պամը չէ, հեչ թուրին պամը չէ, բայց աստված չսա, որ թուրին բիդլա, բայց մեզ բադվիրեց, որ նմանենք իրեն, ոչ թե աշխարին։ So, ինչ որ է շնորհակալ եմ բոլորիցս, որ նորեն մեզի կվստահեք ներկա կուքակ, ով որ նորեն գուզեկալ, մենք մեծ սիրով ձեզի միշտ գնդունենք, և ինչով որ գրնամ օգտագարը լալ, գիտեք որ I'm a phone call away, okay? Աստված օրդե ձեզի, Հայր Բարթև նորեն thank you քեզի շատ։ Լավ, ժողովուրդ ջան, այնչափ շնորհակալ եմ ձեր այս գեղեցիկ խոսքերուն համար, ուխտավոր, ինչ կնշանակե ուխտավոր, Աստված կսե սուքիրտի մեջ, և որ ուխտ կտնես, ուխտ կնես, ուխտըտ կադարե։ Այսօր սիրելներ ընդհանրապես շատ խումբեր կան, որ կգազմագերբեն տարբեր երկիրներ այցելություններ։ Բայց ընդհանրապես այդ այցելությունները այսօրվա մարդուն համար ինչ է, երթալ, անուշիկ դեղեր դեսնել, նկարվին, Instagram-ի վրա տնել, կամ Facebook-ի վրա տնել, YouTube-ի վրա տնել և այլն, և այսպես քարը թիդել, 5 քարերը թիդել նկարվին և այդքան։ Բայց հավատ քույսեր առաքելություն այս կազմակերպությունը, որ ըրած եմ ես սիրելիներ, և տարեկան ուխտակնացությունները, թե միօրյա ուխտակնացություններ Ամերիկայի մեջ, և թե նաև երկշաբաթյա ուխտակնացությունները թեպի դուրս, իսկապես որ ուխտակնացություն է։ Բոլոր անոնք, որոնք եկած եք դուք, ամենքը և անոնք, որոնք նոր եկան այս անգամ, դեսան։ Մեր նպատակը սիրելիներ իսկապես
դարաբանքի մեջ են անցնիլ, չարչարանքի մեջ են անցնիլ, նեղության մեջ են անցնիլ, այո, նույնիսկ անհասկացողության մեջ են, վնաս չէ, այս բոլորը սիրելիներ քուլայի են, եւ այդ քուլայի մեջ են պետք է անցնիլ, ինչպես որ ոսկին հանքին մեջ են մեկ անգամ են ոսկի չելեր, այլ պետք է որ գրագի անցնի եւ երբ որ գրագի անցնի, այն adin ինչ կլա, կմաքրվի, կզրվի։ Եվ մենք ալ սիրելիներ, այդ գրագի մեջ են պետք է անցնի։ Այդ չարչարանքի, նեղության, դժվարությանց, բայց այդ բոլորի մեջ են կարևորը որ հանգարց չելենք սիրելիներ երկաթ որ հալի, այլ իսկապես ոսկի ելենք որ մաքրվենք սրբությամբ։ Եվ ուխտակնացությունը սիրելիներ, քանի որ ամենքս ալ բանդուկտ ենք այս կյանքի մեջ, ամենքս ալ օդարական ենք դասել սուրբ գիրքը, հետևաբար Քրիստոսի հետքերում վրա ենք ալել են։ Նայեցեք, ուխտակնացություններու ընթացքին երբեմն տակ արևին տակ, խանցող արևին տակ կկալենք, երբեմն ցուրտ վայրերը կկալենք, երբեմն քարքարոտ վայրերը, երբեմն հանգստավետ վայրերը, երբեմն ժայռոտ վայրերը, այլ խոսքով դեսակ ճամփաները կանցնենք եւ ասիկա սիրելիներ գխորտանիշը մեզ մեր յուրաքանչյուրին կյանքը մեր բոլորին կյանքը սիրելիներ հարթ հավասար չէ եւ չկա ովև մեկուն կյանք հարթ հավասար հավատացյալին եւ ոչ հավատացյալին բոլորին կյանքը զարիվեր զարիվար է խորտ ու փորտ է բայց ան որ Քրիստոսի հետքերով կգալե անիկա սիրելիներ իր կյանքի մեջը նոր բամը կսորվի անիկա հոգեվորապես կզորանա եւ ես կխնդրեմ Աստուծմե որ օրտնե մեզ մեր յուրաքանչյուրին այս ուխտակնացությունը եւ իսկապես ինչ որ անցուցինք այս երկու շաբաթներու ընթացքին սրբությամբ ապրի ներողամիտ աչքով նայենք իրարու հաշտ աչքով նայենք իրարու եւ կարողանանք իսկապես իրարու մեջ Քրիստոսը տեսնել եթե իրարու մեջ կարողանանք Հիսուս Քրիստոսը տեսնել այդ ժամանակ սիրելիներ կկարողանանք եւ ներել եւ նաեւ ոտքի կանգնել սիրելի եղբայրներ եւ քույրեր Թուրին ճամփա չէ ուխտակնացության ճամփան։ Այո, նայեցեք մեծահասակներ կան մեր մեջ, ավելի միջին տարիքի մարդիկ, երիտասարդներ կան, տարբեր տարիքի եւ ըսիկ տարբեր խառնվածքներ, տարբեր նկարակիրներ։ Ասիկա սիրելիներ փունչ է, ծաղիկի փունչ է։ Ամեն մեկս տեսակ ծաղիկներ են Աստուծո անտաստանի մեջ։ Երևակայեցեք, եթե երկու շաբթվա մեջ մենք իրարու նկատմամբ համբերություն չունենանք, Աստված ինչպես մեզ հետ կվերապերի։ Աստված որքան ամպերող է, երևակայեցեք, որ 10 բիլիարդ մարդ կա աշխարհի մեջ, Աստված ամեն մեկը տարբեր նկարակիր ունի, Աստված ամենուն հանդուրժող աչքով, ամենուն սիրալիր աչքով, ներողամիտ աչքով, հանդիմանական աչքով, այս բոլորը դերը գնեց սիրելիներ, որպեսզի մարդս հավիտենական կյանքին պատրաստե։ Եվ այս ուխտակնացությունները ճիշտ մեծի սիրելիներ գցկեն, որ մենք քալենք այն ճամփաներեն, որ Հիսուս Քրիստոս քալեց Արաքյալները կալեցին եւ մենք սիրելիներ եւ որ Հունաստան եկանք գլխավոր ծրագիր ունեինք որ Պողոս Արաքյալի հետքերով կալեցինք մեր ուխտակնացության այս վերջին անկրվանը եղավ Սուրբ Նեկտարիոսի այցելությունը մեծ ուղղափառ սուրբը եւ վստահ եմ որ ամեն մեկս դեսած ծեր արդյունքները դեսած ծեր խնդրանքները դեսած սիրելիներ Բայց չի լսեցի, մեկ օքի լսեց ծեր խնդրանքները, մեկ օքի դեսավ ծեր ամեն ինչը, մեր բոլորի օքիները, ով յանիկա, մեր դերս վեսավսրել էր։ Ես սրտանց կաղոտ եմ, որ Աստված այն ինչ որ ձածուկ դեսավ, հայտնաբես ծեզի թող հատուցան է, հայտնաբես թող հատուցան է, և իսկապես թող գերբարանապոխ է մեզ դերը։ Նույնիսկ է որ եկանք այստեղ թադարկ, և որ վերատարնակ, լեցու վերատարնակ, եթե եկանք գաբանքներով, սիրելիներ արձակվածն վերադառնան։ Եվ ինչպես ամեն մեկ այլապոխին թե փոխադրամիջոցներու մեջ, բասերու մեջ, նավակներու մեջ ուր որ կացինք սիրելիներ, աղոթքով կացինք, աղոթքով սկսանք մեր օրը, աղոթքով ավարտեցինք։ Սիրելի քույրեր եղբայրներ, ուխտավորը անձնասեր մարդը չէ, այլ ուխտավորը այն մարդն է, որ նախ գաղոթե բոլորին համար Գաղոթե բոլոր մարդոց համար, որ խնդրեցին իրմե, որտեղ ամենուտ վստահ են, որ մարդիկ խնդրեցին, որ երբ որ երտակ այս ինչ տեղի, երբ որ երտակ Սուրբ Նեկտարիոս, երբ որ երտակ Պողոս Արաքյալի վայրերը մեզի հիշեցեք, վստահ են, որ ամենքը սիրելիներ աղոթեցիք բոլորին համար, այն վերջավորության ըսիկ, որ դեր նաև զիս հիշե, նաև մեղավորս հիշե։ Եվ ինչպես մեր աղոթքի մեջ սիրելիներ ըսինք, աղոթեցինք մեր հայրենիքի պետականության, աստասանության համար, մեր
եկեղեցվո բայցարության համար, որ Աստված Սուրբ առաջնորդներ գտնի, մեր այոց բանակի ամրապնդման համար, մեր քերավարված զավակներու վերադարձին համար, մեր գորած զավակներու հայտնաբերման համար, մեր նահատակներու հավիտենական կյանքին արժանացման համար, մեր ժողովրդի մխիթարության եւ իրարու անթեփ սեր ու համերաշխություն ունենալու համար։ Այդ խոսքով աղոթեցինք նաև սիրելներ մեր ընտանիքներուն համար, մեր հարազատներուն համար, հիվանդ զավակներու համար, հիվանդ հարազատներու հոգևոր եւ մարմնավոր հիվանդներու համար, մեր թորնիկներու զավակներու Աստուծո վերադառնալուն համար եւ նաև մեր անձերու հավիտենական բրգության համար։ Սրտանց շնորհակալություն գայթեմ ամենասուրբ երրորդության, որ մեզ առաջնորդեցին այս ուխտի ճանապարհին։ Սրտանց շնորհակալություն Մայրիկ Աստվածածին, որ հովանի եղավ մեզ եւ բոլոր սուրբերուն, հատկապես Բողոս Արաքյանին, Սուրբ Նեկտարիոսին, Սուրբ Գևորգ Զորավարին, Սուրբ Հովանես Մգրդիչին, բոլոր սուրբերուն, որոնք սիրելիներ, որոնց բարեխոսությունը խնդրեցին, որբեսի մեր աղոթները Տիրոջ դիմաց արձագանքեն։ Ես շնորհակալ եմ սիրելիներ, ցեզ մեր յուրաքանչյուրին անձնապես բոլորիդ ախնդի մեկ առ մեկ բոլորիդ շնորհակալ եմ, որ վստահեցաք եւ եկաք այս ուխտակնացության։ Ես շնորհակալ եմ սիրելիներ, ձեր բոլորի անունով, չեմ ուզեր որ երբեք մոռնաք Փարանցեմը, որուն հետ երկար աշխատեցանք եւ միասին կազմակերպեցինք այս ուխտակնացությունը եւ ինք բոլորիդ մեկ առ մեկ օգտակարություն ունեցավ, քանի որ դեղացի է, հետևաբար ուր որ կացինք, երբ որ թարգմանի պետք ունեցաք, ինք թարգմանեց բոլորիդ իր բացակայության քիչ առաջ մեզ յետեր, բայց գուզեմ որ բոլորիս անունով շնորհակալություն այդենք Փարանցեմին, Աստված պահեսին ամուսինը եւ իր զավակը։ Շնորհակալություն գուզեմ հայտնել սրբազան հայրերուն, Խորեն Սրբազանին, Եզդիկ Սրբազանին, որոնք ամեն կարելությունը ստեղծեցին մեզ հետ եղան գարկմդեղեր եւ նաեւ հյուրընկալեցին մեզ սիրելիներ, բոլոր անոնք, որոնք հունահայ քաղուտի մարդիկ, որոնք օգտակարություն ունեցան մեզի։ Ես վերջին շնորհակալություն գուզեմ հայտնել իմ ամենայն քաղցր կյանքի ընկերոջս Լիլիային, որ իսկապես ոչ թե որ կյանքի ընկերս, այլ ամենացորդ ծառայող է այս աղջիկը, խոնարհ ծառայող է։ Ինչ որ երևցող բաժին է, ինձ գտեցեք սիրելիներ, բայց ամբողջ գազագերբչական աշխատանքը եւ դուք գիտեք սիրելիներ, ամեն մեկը ամեն տեսակ խոսքեր գսե, ամեն մեկ տեսակ հարցումներ ունի, հազար տեսակ հարցումներ ունի, Լիլիան չեմ չափազանցել, անթիվ ժամեր, հազարավոր ժամեր գտնե ամեն մեկ ուխտակնացության գազագերբման, հոգյակ Աստված քեզի օրհնելով օրհնե։ Եվ ասեմ սիրելիներ, Լիլիան իմ բատնեշս է։ Լիլիան ինչ որ հարվածներ պիտի կա, չի ցկեր որ ինձ կա։ Լիլիան գամավոր գերբով իր վրա կառնի ամեն ինչը։ Եվ ասիկա ամեն ինչ չէ։ Ասիկա ամեն աղջիկ չէ։ Ամեն իմաստով սիրելիներ, անարքանք ինք գարնե։ Չարչարանք, նեղություն, փամփասանք, զրբարդություն, ամեն ինչ իր վրա գարնե, երբեմն գուքա, խոնարհապար Տիրոջ դիմաց գրեստեմ ձունգի գուքա գուլա, երբեմն չհաջող ուսերուս վրա գուլա, բայց շատ հզոր նկարակիր ունի եւ միշտ կսե, ինձի թող կա, բայց ոչ քեզի։ Աստված ինձ այնպիսի կյանքի ընկեր մտավա, որ իսկապես իր ներկայացուցիչն է Լիլիանի կյանքից մեջ, որ երբեք չի ցկեր, որ ես ցավիմ, այլ ինքը ցավի։ Սավը տանեմ օգյակ, Աստված քեզի օրհնե բայ բաղբանե, առողջ մնաս, ես կուզեմ իսկապես նաև իմ զոգանչիս եւ աներիս շնորհակալություն ակել, որտեղ միշտ որպես ընտանիք մենք հզոր ենք իրարու հետ եւ որքան ամեն ինչ կնենք, որպես ամեն ինչ հաջողի։ Սիրելի քույրեր եղբայրներ, ավարտելով չեմ ուզեր երկանել, ինչպես ամեն օր տարբեր սուբկիրկեն հատվածներ բերի եւ խոսեցած էսի եւ ըսի, երբ որ Հիսուսի դիմաց եկավ իշխանավորը եւ խնդրեց Հիսուսեն, որ բժշկե իր հիվանդ ծառան, երբ որ եկավ Հայրոս իր աղջկան համար խնդրելու, Փյուրիգեցի գինը իր զավգին համար խնդրելու, գույրը եկավ խնդրելու իրեն համար, կամ 4 երիտասարդներ, որ իրենց անդամալույց ընկերը գերին Հիսուսի դիմաց եւ Հիսուս բոլորին բժշկեց եւ նույնիսկ ըսա որ ծեր հավատքին համացայն դոլաուանում ջամփա ելան
ես գաղութեմ սիրելներ, որ դուք ինչ որ հավատքով Հիսուսին դիմեցիք, հավատակ ճշմարտապես եւ մինչև ծեր վերադարձը, ապահով ծերդու վերադարձը ամենքդ բժշկվի եւ որոնց համար որ աղոթեր են բժշկվի։ Ձեր բոլորին ուխտը կդարելա սիրելիներ, Աստված օրհնե, ապահով ձեր դուները հաստի, որևէ մեկու գիտեն արյուն չվազես սիրելիներ, մնացեք ամուր հավատքի մեջ, մնացեք իրարու հետ սիրով եւ սրբությամբ, հաշտությամբ եւ օրհնությամբ եւ սիրելիներ, մի մորնակ ամեն օր Աստծո խոսքը ընթերցել, Սուրբ Գիրք բանալ եւ ընթերցել, մի մորնակ ամեն գիրագի եկեղեցի աջակել, մի մորնակ իրարու հետ սիրով եւ սրբությամբ խոսել, իրարու ներողություն խնդրել, իրարու սիրտը արդել, մի մորնակ սիրելներ աղ եւ լույսը լարձել շրջապատին մեջ եւ ամեն անգամ որ որոշեք ուխտակնացության գալ, իսկապես որպես ուխտավոր եկեք, որովհետեւ երբ որ ուխտի գուքակ, երբ որ Աստված ձեր հավատքը կդեսնե, ուխտին հետ նաեւ Աստված ձեզ ուրախությունն ալգուդա, քեֆն ալգուդա, սրբությունն ալգուդա, ամեն ինչն ալգուդա։ Հետևաբար, օրհնեմ ձեզ բոլոր Դեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, գուզեմ որ ամենքդ ոտքի կանգնիկ, վերջին մեր աղոթքը ունենք սիրելիներ եւ Աստծո անունը փառավորելով ամփորձանք մեր դուները հասնենք։ Ուխտերնիդ կատարելա։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Որդվույն Սրբո ամեն։ Հայր մեր, որ հերգինս ես, սուրբ Եղեցյան քո, Եկեսիական քո, Եղեցին քո, որպես ես երեքի, ստաց մեր հանապաստոր, դու մեզ այսօր, եւ թող մեզ արարիցներ, որպես եւ մենք թողում մերոց պարտավորած, եւ մի տալիս մեզի փոխություն, այլ պրկյաց մեզի չարե, Զիքոյ արկայություն եւ սոչություն եւ փառքանյանս հարինից ամեն։ Բահբանիչ եւ ույս ավադացելոց Քրիստոս Աստված մեր բահյադեր, բահբանյա, օրհնյա, բժշկյա եւ զորացո, զասկսայոց, Զեկերեցիս Հայաստանյաց եւ աստումարյալ ուխտավորքս եւ նաեւ հավատացյալ ժողովուրդս ի Հայաստան, Արցախ եւ իսպիրս աշխարհի։ Ընթովանյա սուրբ եւ պատվական Խաչմտկովի խաղաղության, բրգյա, երևելի եւ հաներևույթ շնորհի, արժանավորյա, կողության փառավոր է, սկեզընթոր եւ ընծրփոքույթ, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիդենից ամեն օրհնյալ Եղիցի անունյալ օրհնյալ այսօր հետես մինչև հավիտյան Եղիցի անունյալ օրհնյալ այսօր հետես մինչև հավիտյան Եղիցի անունյալ օրհնյալ այսօր հետես մինչև հավիտյան Գադարում նորինաց եւ մարգարեից դու ես Քրիստոս Աստված բրգիչ մեր որ լցեր զամենայն հայրական դնորինությունս քո լցո եւս մեզ հոգվով ըտքով սրբով ամեն Շնորհակալություն գրքին ձեր բոլորին սիրելիներ շնորհակալություն բոլոր անոնց որոնք մեզի ծառայեցին սիրելիներ ըլա հյուրանոցներու մեջ ըլա բասի ուրեմն վարորդները բոլորը անոնք որոնք մեզի դարին ամփորձան Աստված ամենուն օրհնե եւ բոլոր հայտնիները եւ անհայտնները որոնց որ հիշեցինք որոնց որ մորցանք Աստված թողորտե ուխտերնիդ կդար շնորհակալություն եւ հաջորդ մեր ուխտակնացություններուն հուսով կլեսնեմ հոկտեմբերին մենք ունենք սիրելիներ այս տարվա հոկտեմբերին Իտալիա 8-21 Աստծո գամքով եկող տարի հունիսի 9-ին մինչև 22 ունենք Լիբանան հացարի ուխտակնացություն ունենք եւ սեպտեմբերի երկրորդ շաբաթին վերջ դակավին չեմ այդ առած բայց կսեմ Աստված ուզե ուխտակնացություն ունենանք 3 երկիրներ Պորտուգալ, Իսպանիա եւ Ֆրանսա հետեւաբար հայտարարությանց հետևեցեք եւ դուք ալ սիրելներ որ գտիդեք հետևեցեք մեզի եւ անոնք որոնք կփապակին ուխտակնացությանց մասնագիծը լալ գաբի մեջ եղեք Աստված ձեզ արադաբես թողորտնե ձեզի բարի եւ օրհնյալ գիշեր եւ ամփորձանք ձեր դուրերը հասնի Այնչափ շնորհակալ Ամեն պատմում շնորհակալություն
Աստված օրհնի։ Telefon kahon medum. Առաջին էր կողծավ։ Dalila. Oraklı borozeyim. Norun yerine kadar. Nor kulikler kadar. Dalilayım. Yarın. Սիրեմ քեզ։ Այո, օգնալակ։ Նվերը փանամ, ուր ես դերս։ A great big thank you from all of us. Asinç love karteri. Oh my God. So wow. Asinç gereci karte. Շատ շնորհակալ եմ։ Ասի Հունաս, wow, ասի Հունաստանն է։ Ամերիկայի։ Միան ամերիկայիններ ասկան մեծ գլան։ Ազատու աման ծավալի գործլավ։ Thank you, Ազատ։ Օտանավի մեջ պիտի գարկամ սիրելներ։ Անպայմ։ Հունարեն գրություն են։ Ես հունարեն գիտեմ, դու պիտի մտա, օքեյ։ Շատ շնորհակալ եմ։ Աստված օրհնի, I love you all.